եւ անցնենք առաջ։ Անցնենք հարցերին, մենք ունենք 5 րոպե ժամանակ, Պարոն Խաչատրյան, տեղյակ եք երևի Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի երեկվա ուղերձին, որտեղ նա Փաշինյանին դավաճանության, վախկոտության մեջ է մեղադրում, նաև նշում է, որ հավաստի տեղեկություն ունի, որ հենց նա է դիմել ադրբեջանցիներին, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալ են Հակարիի կամրջում։ Ձեր կարծիքով ինչու 2018-ին Փաշինյանի կողմից խորհրդականի պաշտոնում նշանակված Արշակ Կարապետյանը, այնուհետև Պաշտպանության նախարար Փաշինյանի կողմից նշանակված Արշակ Կարապետյանը եւ 2021-ին պաշտոն անկարված Կարապետյանը 2 տարի անց որոշում է Փաշինյանին այսպիսի մեղադրանքներ ներկայացնել եւ քաղաքական ուժ ստեղծել։ Դե 2018 թվականին շատերը Փաշինյանին հավատացին, իսկ ինչու Արշակ Կարապետյանը որոշեց 3 հայտարարություն տարածել ենթադրությունների դաշտը, որտեղ ես փորձում եմ չմտնել։ Բայց եթե կարդում եք Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, 25 տարի, երբ ստեղծվեց 30 տարի, երբ հայտարարություններ տարածում կամ տեղեկություններ տրվում, որ ադրբեջանցիները կրակել են մեր սահմանների վրա, միշտ վերջին նախադասությունն է եղել պատասխան կրակով թշնամու գործողությունները կամ թշնամու կրակակետերը լրացվել են։ Հիմա ասում են իրանք կրակել են, մենք հենց մեր համար կողքից նայել ենք։ Եվ հրաման չի եղել, այսինքն դա էր նաև ասում Արշակ Կարապետյան։ Այսինքն իր խոսքերը հաստատում ստանալու համար ուղղակի բավարար է Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունները կարդալ։ Իսկ ինչի այսօր որոշեց։ Դուք իսկապես դա հնարավոր համարում եք, որ Փաշինյանը ադրբեջանցիներին խնդրած լինի, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալեն։ Գիտեք, ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները։ Նրանք, ովքեր Փաշինյանին երբևէ քննադատել են, նաև Ֆարայիկ Հարությունյանը, որը փորձելով իր վրա վերցրեց Գանձակի հրթիռակոծումը, չէ՞, չնայած հիշեցնեմ, որ Արծրուն Հովհաննիսյանը Լուգանսկի օդանավակայանի նկարը դրեց, ասեց Գանձակի օդանավակայանը ոչ ևս։ Հավանաբար նրաներ դրա համար են ձերբակալել, բայց ձերբակալվածների ցանկում նրանք են, ովքեր քննադատել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Ես պատահականություններին չեմ հավատում։ Եվ մի հավելում, երեք երբ